Տաղավարում ինձ հետ ինչպես ամեն ուրբաթ աշխատում է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը եւ հենց նրա հետ ենք սկսելու մեկնաբանությունները եւ վերլուծությունը։ Տիգրան, պարզ է արդեն հասկանալի է թե ինչ սոուսով են այս ոդքի վրա շփումը ներկայացնում։ Մենք դեռ չխոսեցինք եւ չներկայացրեցինք Էրդողանի հետ շփման կադրերը։ Դրան հիմա ձեր խոսքից անմիջապես հետո կանդրադառնանք, բայց Ալիև-Փաշինյան շփում ոդքի վրա այսպիսի հայտարարության պարսոնական տեքստով եւ թուրք-ադրբեջանական կողմից հեռուստաալիքը, որից ներկայացնում ենք ձեզ մեկնաբանությունը գործում է Թուրքիայում, բայց պատկանում է ադրբեջանցի բիզնեսմենի, այսպես կարող ենք միքս անել եւ ասել թուրք-ադրբեջանական կողմից մեկնաբանություն եւ վերլուծություն։ Ինչ հասկանանք մենք։ Գիտեք, նայում այս կադրերը եւ հիշում է Փաշինյանի նամրոտ դեմքը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում, երբ որ դեռևս ռազմական դաշնակցի մոտ էր գտնում եւ տոնակատարությունները ամեն դեպքում ընդ որում Հայաստանը մեծ ներդրում ունեցավ այդ հաղթանակին եւ այս վիճակը փորձում ցենզուրայի մեջ պահեմ ինձ, բայց այնպեսի տպավորություն որ հարազատ մարդկանց մոտ էր գնացել, չգիտեմ, վաղուց հորը չէր տեսել, թե մորը չէր տեսել, չգիտեմ, այդպեսի մի տպավորություն են տրջիկ տալով կողքները ֆարֆարում էր եւ կադրերը գիտեք մի կողմից զավեշտալի, բայց մյուս կողմից սարսափում է, սա որևէ կհամարձակվեն այնպես իրենց պայել Ալիև ու Էրդողանը մեկ այլ Հայաստանի նախագահի հետ, ես հիշում եմ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչպես էին մարդիկ մոտենում Ռոբերտ Քոչարյանին փորձում հետաքրքրվում ձիգ հարգանքով եւ այլն եւ այս տրջիկ տալը այսօրվա սա ուղղակի տալիս որ ելի եմ ասում բազմիցս դա շեշտել եմ որ մենթալապես նա մենտալնեստի Փաշինյանը ամբողջապես թուրք-ադրբեջանական մենթալիտետի տակ է արդեն գտնվում եւ իր համար այդ մարդիկ իրականում հարազատ մարդիկ են։ Ինքը իրեն շատ վատ է զգում Հայաստանում, ինքը իրեն շատ վատ է զգում Ռուսաստանում, բայց ինքը իրեն հարազատի պես է զգում Ալիևի, Էրդողանի ներկայությամբ եւ Մակրոնի։ Հիմա առաջարկելու եմ գործընկերներից նաև ցուցադրել այն կադրերը, որոնցում երևում է թե այն դրվագը, որում Էրդողանի, Ալիևի եւ Փաշինյանի շփումն է, կադրերում երևում է, որ Էրդողանը ձեռքով իր մոտ է կանչում, ահա դուք տեսնում եք, ձեռքով հիմա վարքյաններանց ավելի հստակ կերևա, ձեռքով իր մոտ է կանչում Ալիևին, ահա տեսնում եք եւ մատով ցույց է տալիս Փաշինյանին, երկուսին ինչ որ բան է ասում, տեսանյութի ձայնը իրականում կա, բայց ցածր է եւ լրագրողական լեքսիկոնով ինտերշումը, այսպես ասենք, բարձր է ու չի հասկացվում թե ինչի մասին են խոսում։ Այս կադրերում ինձ համար շատ կարեւոր եւ ուշագրավ էր թե ովքեր էին կանգնած Էրդողանի կողքին, այնտեղ երևաց Ֆահրեդին Ալթունը, որը թուրքական քարոզչության, այսպես ասենք, կնքահայրերից մեկն է, եթե ոչ կնքահայրը, ինչու չկային Ֆիդանը եւ Քալենը, որովհետև այս երկուսը Ստամբուլում հայտնի մյուս միջազգային սփոթլայթի կենտրոնում են, ստամբուլյան բանակցություններով են զբաղված։ Բայց մեր կողմից էլ հազար մարդիկ են կանգնած, Նազելի Բաղդասարյանը, Մատկե գիգանտ Արարատ Միրզոյանը, այսինքն իմ կարծիքով նույնիսկ Ֆիդան երևի ամաչեց գա այդտեղ կանգնի, որովհետև երևի այգուն չէր ձգում այդ շրջապատին։ Ես առաջարկելու եմ նաև Հայկին եւ Արթուրին մեկնաբանել, հաշվի առնելով հնչած պաշտոնական տեքստը, հաշվի առնելով կադրերը, նաև սոցիալական ցանցերում էին ակտիվ փորձում հասկանալ թե ինչ է կատարվում, տպավորություններ էին տարբեր ներկայացնում, Հայկ, քո տպավորությունները։ Ну, ճիշտ ասած, այսպիսի խայտարակություն վաղուց չէ տեսել, ամոթի զգացում, թե վարչապետը Հայաստանի ղեկավարը, հիմա դուրներս գա թե չգա, բայց այս մարդն է, ինչպես է յան պահում Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների հետ, նույն Մակրոնի հետ, տարբեր այդ դերոշակի պատմությունը, բայց եթե քննարկենք նույն Ալիևի հետ ոնց է նստած, ինչ կարգավիճակով, օրինակ նաև տեսա Ալիևն ու Էրդողանը ոնց են նստած, օրինակ հետարքեր, որ բոլորս խոսում ենք, որ Էրդողանը մեծ եղբայրն է Ալիևի եւ այլն, բայց այնտեղ Ադրբեջանի նախագահան գոնե ֆորմալ այնպես անում, որ ոչ մեկ չտենա այդ անհավասարությունը, հավասարների պես նստած են։ Իսկ ինչ կապված է բանակցությունը, թե ինչեր են խոսացել, մենք այսօր տեսանք, լսեցինք Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունը, արդեն ակնարկ է գնում, որ գիտեք ինչ դուք ոչ միայն սահմանադրությունը պետք է փոխեք, նաև Հայաստանի գերբն է պետք փոխել, որովհետև զինանշանը, որովհետև դա մեր դուրը չի գալիս, այնտեղ էլ ենք տեսնում, այդպես հավակնություններ տարածքային, դա համար, չգիտեմ, sense ամոթի զգացում վաղուց չէր եղել։
Հայկ քո նշած հայտարարությունը Ադրբեջանի արտգործնախարարության իրականում պատասխան էր ադրբեջանական լրատվամիջոցին պետական Փաշինյանի տված հարցազրույցին, դրան հիմա րոպեներանց կանդրադառնանք ու մինչև Արթուրին մեկնաբանության իրավունքը փոխանցել է, գործընկերներս հուշում են, որ ունենք տեսանյութային պատրաստ է, որում լսվում է, թե ինչպես է Փաշինյանը սուրճի հրավիրում Ալիևին ու նաև Ալիևի պատասխանը խնդրելու եմ 1-2 անգամ ցուցադրել, որպեսզի կարողանանք հստակ լսել, դիտենք. Сейчас я тогда подойду, мне надо пару слов. Сейчас я тогда подойду, мне надо пару слов. Տիգրան Ես մարդը Լուկաշենկոյի հետ է կռվում, ասում է Լուկաշենկոն օգնել է Ադրբեջանին հաղթել եսի մինչում սաղ բաները Արցախի պատմության սաղ դարդուցավ կախել է Լուկաշենկոյի վրա, դեմարշները անում, դες բան չի ուղարկում, բայց այն որ Լուկաշենկոն օգնել է, գնում ասում արգենք կոֆե խմենք։ Հասկանում եք 150,000 մարդ սարքել է փախստական, առանց հայրենիքի է թողել։ 5,000 երեխա կործանել է, բազմաթիվ մարդկանց մի սերունդ ինվալիդ է դարձրել, հա, հաշվանդամ, երկրի անվտանգությունը զրոյացված է։ Մենք մեզ դուրսը շատ հաճախ ստորացված են զգում, որովհետև այն հպարտությունը, որը կար մեր մոտ այս 30 տարվա հաղթանակների եւ այլն չունենք, հա, եւ այսքանից հետո ասում արի գնանք կոֆե խմենք, հա։ Սա չգիտեմ, Ստոկգոլմյան սինդրոմը, թե իրոք ինքը էլ եմ ասում իրան այդ ադրբեջանական ուղեցրի մեջ, թե իրոք մտածում է, որ Ալիևը այն մարդն է իր կուրտն է, որ պետք է վազի հետևից կոֆե կանչի, գիտեք, մի փոքր սա հիշեցնում էր մի հատ առաջ շատ հին հայտնի կատակերգություն կար, կոչվում էր ստյուարդեսաների մասին էր, կոչվում էր կոֆե թի օրմի, հա, մոտարապես այս վիճակն է այստեղ, էլի, սարսափում ես, համ զավեշտալի, համ մտածում ես այսքան զո, այսքան ավերածություն, այսքան կորուստ ու կոֆե խմել ում հետ, Ալիևի հետ, մարդասպանի հետ,